բանկային գերշահույթ, որտեղից դա առաջացավ։ Կառավարության եւ բանկերի համագործակցության արդյունքում։ Բանկերը ֆինանսավորում են կառավարությանը, կառավարության տասին բավականին թանկ, մինչև 12%-անոց պարտք, եւ այդ ներքին պարտքը մնում է ժողովրդի վզին։ Խեղճ ժողովուրդը գումարներ չունենալով գնում է բանկեր, ընկնում է դրանց ձեռքը եւ ստորագրում է պայմանագրեր, մինչև 60, 80, 100%-անոց այսպես պարտք է ձևավորում։ Դրանից հետո ինչ է սկսվում։ 60%-ով վարկ ոչինչ չի վերադարձնելու։ Ով է հայտում այդտեղ պետական ծառայությունը, դատական ակտերի կատարման ծառայությունը։ Հիմա այս ամեն ինչի դիմաց ինչպես կարելի առնել։ Միայն մեկ ձևով բանկերի գերշահույթը պետք է արմատախիլ արվի, պետք է շահութարկի նոր հարկատեսակ մտածվի եւ այս ամենը պետք է արմատախիլ արվի։ Բանկերը պետք է զբաղվեն բանկային աշխատանքով եւ ոչ թե վաշխառոյական ցանցեր, թակարդներ ստեղծելով։ Սիրելի ժողովուրդ, վստահ եղեք, որ այդ օրենքը մենք կմտցնենք գործածության մեջ։